Վերջին զանգը սերիալը շարունակում է թեժ և էմոցիոնալ զարգացումներով գերել հեռուստադիտողներին։ Սյուժեի թելերը կարծես միահյուսվում են անսպասելի հանգույցներով ու բացահայտումներով, որոնք փոխում են յուրաքանչյուր կերպարի ճակատագիրը։ Բագրատն, ով վաղուց արդեն դիտորդ չէ, այլ սցենարի ակտիվ դերակատար, հենց տեսավ Անգելինային, մի պահ կարծես քարացավ։ Նրա աչքերը միանգամից կտրուկ արտահայտություն ստացան, քանի որ Անգելինայի դեմքի գծերում նա աներկբա կերպով նկատեց Աննայի կերպարը։ Այդ ակնթարթային նմանությունն այնքան հստակ էր, որ Բագրատի մտքում շղթայական հարցեր սկսեցին պտտվել։ Բայց արդյոք նա ամբողջ ճշմարտությունը կարողացել է բացահայտել։ Եթե այդպես լիներ, ապա հենց հաջորդ կադրերում Աննան չէր կարող այսքան հանգիստ գտնվել իր աշխատանքում առանց խուճապի, առանց բացահայտումների։ Սա էլ վկայում է այն մասին, որ Բագրատը դեռ ամբողջությամբ չի հասկացել ով է Անգելինան իրականում։ Միգուցե նրա կասկածներն այլ ուղղությամբ են գնացել, միգուցե նա բացահայտել է այլ ավելի խճճված կապ։ Բայց ամեն ինչ այսքանով չի ավարտվում։ Աննայի կյանքում ևս փոփոխություններ են հասունանում։ Նա դեռ չգիտի, որ շատ շուտով անցյալը կմտնի նրա ներկայություն, հարցեր բարձրացնելով, որոնց պատասխանները նա պատրաստ չի լսել։ Իսկ մինչ այդ Անգելինան, ով վստահ է իր զգացմունքներում, անկաշկանդ ու համառ պայքարում է իր սիրո համար։ Նա գիտի, որքան էլ աշխարհը դեմ լինի իր ու Հենրիի կապին, իր սերն այնքան ուժեղ է, որ կգտնի ճանապարհ միավորվելու իր սիրեցյալի հետ։ Անգելինան օգտագործում է յուրաքանչյուր հնարավոր պահ Հենրիին տեսնելու, նրա հետ լինելու, ապրելու իրենց պատմությունը թեկուզ կարճ, բայց իսկական։ Եվ հենց այդ անկեղծ զգացմունքների ֆոնին էլ սերիալում գալիս է նոր շրջադարձ։ Հենրին ու Անգելինան միասին մեկնում են Ծաղկաձոր, փախչելով առօրյայի խառնաշփոթից ու թշնամական մթնոլորտից։ Այդ ուղևորությունը ոչ միայն սիրո հերթական դրվագն է, այլև կդառնա կարևոր հանգրվան նրանց հարաբերությունների զարգացման ճանապարհին։ Ծաղկաձորի նկարահանումները խոստանում են լինել ամենագեղատեսիլ, դրամատիկ ու հիշարժան։ Այստեղ նոր բացահայտումներ, անկեղծ խոստովանություններ ու նույնիսկ վտանգավոր հանդիպումներ կարող են տեղի ունենալ, որովհետև ամեն ինչ դեռ ավարտված չէ։ Ամենաքաղցր պահերին երբեմն կյանքը ամենադառը բացահայտումներն է մատուցում։ Իսկ թե ինչ է բացահայտելու Բագրատը և արդյոք կկարողանա Աննան պահպանել իր գաղտնիքները, այդ ամենը պարզ կդառնա հաջորդ սերիաներում։ Սերը, խաբեությունը, անցյալի վրեժը և ընտանիքի փլուզվող հիմքերը վերջին զանգի հաջորդ սերիաներում։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք ամենահետաքրքիր ու դիտարժան տեսանյութերը և իհարկե գաղտնիքները, որոնք այս հեռուստասերիալի շուրջ են պտտվում։ Տեսանյութի մեկնաբանությունների դաշտում էլ գրեք, թե ինչ եք կարծում, ինչ գաղտնիք է բացահայտում Բագրատը և ըստ նրա ինչն է խանգարում, որպեսզի Հենրին ու Անգելինան միասին լինեն։ Արդյոք Բագրատը կարողացել է պարզել ճշմարտությունը, թեև գտել է նմանություն։ Բագրատը խորամանկ կերպար է, և այո, Անգելինայի ու Աննայի միջև գտավ նա նմանություն աչքերի հատկապես, բայց սա արդյոք առիթ կդառնա, որ Բագրատը պրպտի ու գտնի իրական ճշմարտությունը, և ով կարող է Բագրատին ասել այդ ճշմարտությունը։ Եվ մեր ենթադրությունները, որ Աննան այդ ճշմարտությունից հետո կարող էր գնալ ու հանգիստ աշխատել, հավանաբար դուք էլ եք կարծում, որ այդ գաղտնիքի բացահայտումից հետո Աննան ուղղակի հանգիստ աշխատանքի գնալ չէր կարող, քանի որ պետք է իմանար, որ իր դուստրը ողջ է։ Միքայելն էլ որոշել է հետ կանգնել ու այլևս չպայքարել, որպեսզի Հենրին ու Անգելինան հեռանան միմյանցից։ Բայց Հենդոն ձեռքերը ծալած չի կարող նստել։ Նա չի կարող թույլ տալ, որպեսզի այս գաղտնիքը բացահայտվի, քանի որ այս գաղտնիքի բացահայտմամբ շախունցների ողջ ընտանիքը կկանգնի փլուզման եզրին։ Այլևս Աննան այդ տանը չի մնա, Միքայելի կողքին չի մնա, եթե իմանա ողջ ճշմարտությունը։ Ինչպես նա կապրի այն մարդկանց կողքին, ովքեր խլել են իր երեխային այսքան տարիներ։ Եվ հետևաբար դեռ այս գաղտնիքն այսքան հապճեպ ու արագ դժվար թե բացահայտվի։ Հատկապես, որ Աննան այս պահին սպասում է Միքայելի երեխային։ Ինչ կկատարվի Աննայի հետ, եթե բացահայտվի այս ճշմարտությունը, և արդյոք երեխան կապրի Աննայի նման հոգեվիճակից հետո։ Այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ կբացահայտվեն շատ շուտով, այնպես որ մնացեք մեզ հետ։ Իսկ
Անգելինայի ծնողները շարունակում են պլաներ մշակել նրանց իրարից հեռացման համար։ Արդյոք իսկապես նրանք կմեկնեն երկրից, թե Անգելինան ինքն է մեկնելու բոլորից ազատվելու համար։ Ինչպես է ստացվում, որ Անգելինան երկրից մեկնում է ու նրա հետևից գնում է Հենրին, և ինչ տեղի կունենա դրանից հետո։ Վիկտորիան ու ավագը մշտապես մեղադրում են Անգելինային, սակայն չունեն բացատրություն Անգելինայի համար, թե ինչու են դեմ նրանց միությունը։ Անգելինան պետք է բացատրություն պահանջի, սակայն նրանք դրա պատասխանը չունեն։ Ինչու պետք է բաժանեն երկու սիրող սրտերին առանց պատճառաբանումների։ Իհարկե, Վիկտորիան ու ավագն էլ շատ լավ հասկանում են, որ նրանք չունեն բացատրություն, թե ինչու պետք է Անգելինան ու Հենրին հեռու մնան միմյանցից։ Նրանք չեն կարող ասել, բայց գաղտնիքը երկար թաքցնել հնարավոր չէ։ Մի օր այս ամենը բացահայտվելու է, սակայն ոչ ի օգուտ Վիկտորիայի ու ավագի։